Պարոն Քոչարյան, մի հատ հարց էլի։ Դուք այդքան ազգասիրությունից եք խոսում, ինքնիշխանությունից եք խոսում, Հայաստանի լավ ապագայի մասին, եթե դուք կլինեիք վարչապետը։ Այսքան ժամանակ, այսքան ինտերվյու տվեցիք, այսքան պոդքասթներ արեցիք։ Ես մի անգամ չլսեցի մի հատ հարցի պատասխան։ Խի եք դուք ու Պուտինը կանգնած Վազգեն Սարգսյանի սպանված ջանի հոգու դեմը ծիծաղում։ Ռոբերտ Քոչարյանի ականջներից արյուն է կաթում։ Ռոբերտ Քոչարյանի դեմքին, որ նայում ես, ականջներից արյուն է կաթում։ Միջև ականջները, որովհետև ինքը արյան մեջ թաթախված է։ Այդ Քոչարյանն է խոսում։ Խաղաղ տարիներ։ Հոկտեմբերի 27-ով եկած, մարտի 1-ով գնացածն է խոսում, միջանկյալ հատվածում էլ այնքան քաղաքական սպանություն ա եղել Հայաստանի ողջ պատմության ընթացքում այդքան երևի չի եղել, ինչքան որ իր կառավարման տարիներին։ Այդ էլ ինքն է խոսում խաղաղությունից, ինքն է խոսում արյունից, փորձում է այդ երկուսը սենց համադրել։ Հասկացանք, լավ է, 2008 թվականին ծնված երեխան այս ընտրություններում արդեն ընտրող է։ Ձեր, չգիտեմ, տան անդամներով, երգիչ-երգչուհիներով, պարամս անսամբլով, գոմեշներով, պրոգոմեշներով, բանով կարող է ինչ-որ մոլորեցնեք այդ սերունդին, բա գիտակից այդ սերունդի հայրերը, մայրերը, տատերը, պապերը հո ապրել են իր ժամանակահատվածում։ Այդ հենց այդ սեգմենտի, այդ տարիքային խմբի համար է արվում, փորձում են մոլորեցնել, պտտեցնել։ Ռոբերտ Քոչարյանը մի այլ դեբիլ միտքել է արտահայտել, ես հատուկ եմ այսպես խոսում։ Քոչարյանին վերաբերվող հատվածում ես պետք է ինձ թույլ տամ այնպիսի բառաֆոնդ եւ բառամթերք, որ ինքն է իրեն թույլ տալի Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետի նկատմամբ։ Հաջորդ դարակազմիկ միտքը, որը ես դեբիլ միտք որակեցի, այնա որ պետքա երկրի առաջնորդը պսիխոյի թեստ հանձնի։ Ասեմ, երկրի առաջնորդը պետք է հայերենի թեստ հանձնի, արա։ Քանի հատ հայերեն բառ կարաս գրես։ Այ անգրագետ։ Այ անգրագետ, քանի հատ բառ կարաս գրես։ Այ արյունարբու բառը կարաս գրես, օրինակ։ Մի հատ լսենք այսօրվա հակակոռուպցիոնի հրապարակած հայտնագրությունը ու շարունակենք մեր խոսակցությունը։ Самуил Ачерне, Google ես հարևան դիմացնում։ Google-ն դանց զիշտար կորը էլի սաղեն չաշ պերեսյալ։ Ապեր տոմանացած կեղեր են ժողեն տոնն, բելը։ Ասեհա տետելայ մեխինջ ավտու գնացի, հետո, Արտուր ջան։ Ասեիլայ տետ մեկ 20-30 խուգի գնացի։ Բե հետո։ Բրատ, կալխինա խիխազա փոր եմ տալ։ Ասենք ծիծաղալու է, էլի, մարդուն գլխականակով են հաշվում, թե հիմա որպես կով են հաշվում, կամ ավելի էժան, ասենք ոչխար, գառ են հաշվում, էդ էլ իրանց խղճին, որովհետև նախորդ անգամները հայում էին, շունուշանգյալ էին ասում, մեր ու կնիկ էին քրվում, այս անգամ էլ ասում է գախին 5000 դրամ տալիս ենք, տանում ենք, որ աստված ոչ աներ, այդ մարդիկ ընտրվեին հանկարծ երկրի ղեկավարություն, դառնային իշխանություն, դառնային գլխներից 5000 դրամ չէին տալիս, ուրիշ բանով էին տալու ձեր գլխներին ու ուրիշ տեղ էին տանելու։ Ափսոս այս ձեր նմանների պատճառով մեր ազգի այդ մեծամասնությունն են սերուցքը, այն լավ մարդիկ, ովքեր որ պայքարում են ամեն գնով մեր երկիրը պետականությունը անկախ պահելու, իրանք էլ ձեր հետ դժվելու էին։ Բայց դուք ով եք, դուք մանկուրտ եք, էլի յենիչեր եք, դուք ոչ էլ հասկանալ եք, որքան թքեն ձեր երեսին, խորխեն ձեր երեսին, դուք չեք էլ հասկանալու։ Ասելու եք ինչ լավ էր, անձրև եկավ։ Մարդուն, որ 5000 դրամ տալիս են ու կարողանում են այտենց արտահայտվեն ու պատասխան չտան, դուք լավ գիտեք, այդ փող վերցնողները լավ գիտեն, որ ով է բռնվողը, ում մասին ա եղել խոսքը։ Ու կարող են պատասխան չտան, то ուրեմն լավ էլ անում են, որ ձեզի դες բառեր են ասում։ Լավ էլ անում են։ Ու ուղղակի այդ փող վերցնողներն էլ իրանք էլ մի մանկուրտից էլ բետար յենիչեր էլ իրանք են ծախ ու ազգի դավաճան ազգի թշնամիներ են, այդ մանկուրտներին, այդ ազգի թշնամիներին Երրագլխի ղեկավարությունը անընդհատ խափում էր, ասում էր՝ «Տո մի վախեցեք, այս հայնագրությունները սա սուտ է,
այդպես բան չկա, արհեստական բանականությունով են սարքել, այդ ոչխարներն էլ հավատում էին ու գնում էին փուռը։ Հիմա այդքան մարդ փուռնա գնաց, այդքան մարդ էսա դատվելու է, նայեմ տեսնեմ որ դե շանտեղ տնելու։ Ոչ մեկի դե շանտեղ չեն տնելու։ Մի անգամյա օգտագործվող զուգարանի թղթի նման շպրտեցին ձեզ։ Գնացեք դե մարտա 7-ից 10 տարի նստեք։ Նայենք տեսնենք ինչ կլինի։ Լավ կլինի, որովհետև ձեր նմանները մեր երեխեքի ապագան են ծախում։ Մեր երեխեքի ապագան ծախողները այս հասարակության մեջ տեղ չունեն, որովհետև այս հասարակության մեջ այնպես լավ մարդիկ են ապրում։ Այնքան լավ են վերաբերվում այս պետականությանն, այնպես օրենքով, ամեն ինչով վիզ են դնում, որ ամեն ինչ լավ լինի։ Ձեր նամանը պետք է չփչացնի այդ մարդկանց քրդինքն ու արյունը, որ թափվել է։ Ու գնացեք իմացեք նաև, որ ամեն անգամ ժողովուրդը ձեզ տեսնելուց ասելու է մանկուրտ ենիչեր, ծախված ազգի թշնամի։ Դուք ազգի թշնամի եք, զրո հանդուրժողականություն ժողովուրդ ջան, այս մանկուրտների հանդեպ։ Զրո հանդուրժողականություն։ Ձեր գյուղերում կլինի, քաղաքում կլինի, փողոցում կլինի, ձեր հայաթում կլինի, որտեղ տեսնում եք, վերջի բառերով թքեք, մրեք, ինչ ուզում եք ասեք սրանց, որովհետև սրանց նմանը տեղ չունի մեր հասարակության մեջ։ Սրանք մեր երեխեքի ապագան ծախող թշնամիներ են։ Իրանք լավ իմանալով ինչա կատարվելու, եթե հանգարց մի ամիտես եռագլուխ ընդրվի, գնացել են 5,000, 10,000 դրամով, 20,000, 50,000 դրամով ծախել են մեր երկիրը։ Ոչ կաշառք բաժանողները, ոչ էլ վերցնողները մեր հասարակության մեջ տեղ չունեն։ Իրանք պետք է ամենավերջի ձևով առհամարվեն ու քարկոծվեն։ Այնքան միջև սերունդ փոխվի կարողա դզվեն։ Եվ ոնց որ ժողովուրդն է ասում, տաշիր, էս ոնց քաշիր։ Չնայած որ ժողովրդին չքաշիր, քեզ ուղարկողներին քաշիր։ Ժամանակին այդ ուղարկողը մի հոգու էլ ուղարկեց, ուղղակի իրան ինքը հենց քաշեց։ Էդման Մարուքյանը ստիպում է խոսել այս մասին, որովհետև Ծարավաղբյուր թաղամասում, որտեղ բնակվում է նա եւ որտեղ կա ընդամենը մեկ ընտրատեղամաս, եւ այդ թաղամասում կա 2296 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացի եւ այս ընտրություններին մասնակցել է 1573 բնակիչ։ Գիտեք Էդմոն Մարուքյանին քանի հոգի է տվել իր վստահության քվեն 18։ Դե իր ձայնն էլ հաշված կամ հանած 17, որովհետեւ նա էլ է ընտրել հենց այդ նույն ընտրատեղամասում։ Տեսնես ինչու չի խոսում այս մասին։ Կարող է ամաչում է։ Կարող է ամաչում է, որ ժողովուրդը կասեն, որ նույնիսկ իր սեփական թաղամասում չի ստացել բարձր վստահության քվե։ Փոխարենը թողնես օր ու գիշեր աղաղակի են մասին, թե բա Նիկոլ Փաշինյանը ամեն ընտրատեղամասում ինձանից մի ձայն գողացել է։ Լուրջ, կատարյալ ախմախություն եւ սիրուն չի, Էդմոն ջան, հեչ սիրուն չի։ Լսեք, իսկ այդ ձեր ուժեղ օլիգարխը ինչի երբեք ինքն իր բերանով չի խոսում։ Բոլորով ընկել եք եթերներում, ցոցցանցերում, ամեն օր ուժեղ, հոպարն ուժեղ է, հեսա տեսեք ինչ է անում, պապան ուժեղ է, հեսա գալիս է, տեսեք ինչեր է անում։ Բայց ձեր ուժեղը ինչի ինքը իր բերանով չի խոսում։ Քննչական կոմիտեն հատուկ եղի մի 8 անգամ հայտարարեց, որ ոչ մի արգելք չկար իր հրապարակային խոսքի վրա։ Բայց ինչի չի խոսում։ Կարող է որովհետև կիսագրագետ է։